Այսօր Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մտքեր են փոխանակել Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով։ Կողմերը նշել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին 1 տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել թրիփ երթուղու իրականացման վերաբերյալ, համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Իսկ մինչև հեռախոսազրույցը Փաշինյանն ուղերձով է հանդես եկել, շնորհավորելով հայերին եւ ադրբեջանցիներին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ։ Մեկ նախադասությամբ Փաշինյանն անդրադարձել էր Բաքվում պահվող հայ գերիներին, ինչպես նաև արցախցիների վերադարձի իրավունքին, այն ուղիղ կապելով Արևմտյան Ադրբեջանի խոսույթի հետ։ Ուզում եմ ասել առանց եթևեթանքի, խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, ասվում է մասնավորապես Փաշինյանի ուղերձում։ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Firebird-ի եւ համաշխարհային տեխնոլոգիական ընկերության NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջկա ծրագրերին։ Իր ելույթում Փաշինյանը խոսել է Ալիևի հետ հեռախոսազրույցի, ԱՄՆ-ի նախագահի եւ թրիփի կարեւորության մասին։ Իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է, ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այսօրը իրականություն դարձնելու համար եւ այսօրը եւ նախորդ տարվա օգոստոսի 8-ը։ Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական եւ ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները ըստ էության շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանը այնտեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։ Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք մի այլ հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIP նախագծի մասին է, եւ որը եւս մեկ աստիճանով իհարկե բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Դոնալդ Թրամփի հետ։ Կառավարության փոխանցմամբ զրուցակիցներն արձանագրել են, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում եւ զգում են երկու երկրների ժողովուրդները։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Փաշինյանը եւ Թրամփը վերահաստատել են TRIP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։ Քննարկվել են նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ եւ միջազգային օրակարգի այլ հարցեր։ Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի Թրամփը բարձր է գնահատել Ալիևի դերը խաղաղ կարգավորման գործում։ Ընդգծվել է, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել են խաղաղությունն ու կայունությունը եւ չի եղել որևէ միջադեպ, որը կարող էր խաթարել տարածաշրջանում խաղաղությունը։ Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ գործընթացի առաջմաղման ուղղությամբ կատարված դրական քայլերը։ Եվրամիությունը ողջունում է անցած տարվա ընթացքում կողմերի ձեռնարկած դրական եւ կառուցողական քայլերի շարքը խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման եւ առաջմաղման համար, գրել է Գրոնոն։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նույնպես անդրադարձել է անցած տարի այսօրը Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտարարելով, որ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, ավելի բարգավաճ եւ ավելի կայուն, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ապագան խոստումնալից է թվում։ Ինձ համար պատիվ է լինել այս պատմական վարչակազմի մի մասը, հավելել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը։
Միացյալ Նահանգները $201 միլիոն է հատկացրել թրիփի եւ միջին միջանցքի զարգացման համար։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ թրիփը, որը նախատեսում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների արդիականացում, աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղային հատվածի ինժեներական հետազոտությունները, մինչդեռ Ադրբեջանը մոտ է ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների շինարարության ավարտին, որոնք պետք է միանան հայկական ենթակառուցվածքին։ Ռուբիոն նաև հայտարարել է Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր ներդրումները խթանելու համար։ Նրա խոսքով թրիփը ոչ միայն ենթակառուցվածքային նախագիծ է, այլև Անդրկասպյան առևտրային երթուղի, միջին միջանցքի կարևոր օղակ, որը կարող է ընդլայնել առևտրային հնարավորությունները Միացյալ Նահանգների եւ այլ երկրների համար։ Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Ըստ քննչական կոմիտեի դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրել է Արտաշատ համայնքի նախին ղեկավար, ազգային ժողովի նախկին падգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես պլանավորված համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։ Այսօր Ծառուկյանի փեսան ԱԱԾ-ականների կողմից ձերբակալվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունն այսօր խստորեն դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Անահիտ Մանասյանը անընդունելի է համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական եւ ընտանեկան կյանքի վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։ Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը եւ ինչու է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար, ասվում է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք Ռուսաստանի դեմ, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Հայաստանի եւ նրա քաղաքացիների բարեկեցությամբ։ Մեդվեդևը կարծում է, որ Երևանի արևմուտքի հետ հետագա մերձեցման դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կարող է երկրի համար լուրջ հետևանքների հանգեցնել։ Մեդվեդևի խոսքով Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կարող են Հայաստանը թողնել առանց աջակցության, եթե Երևանը շարունակի արևմուտքի հետ մերձեցման ուղին։ Երևանում թոշակառու կնոջ են թալանել Գագիկ Շամչյանի տեղեկություններով օգոստոսի 3-ին ոստիկանությունը դիմել Սարյան փողոցի բնակչուհի 74-ամյա Միկին եւ հայտնել, որ վերադառնալով տան դռամփականը հայտնաբերել է վնասված եւ տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։ Տեղում տարեցկինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս եւ ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր եւ գումար։ Նրա բնակարանից հափշտակել է մոտ $185,000 արժողությամբ ոսկյա զարդեր եւ $10,000։ Ռուսական զորքերը այս գիշեր կրկին բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքում հնչել է 8 պայթյուն։ Նախնական տվյալներով Գոլոսևսկի շրջանում բռնկվել են ավտոտնակներ եւ ոչ բնակելի շինություններ։ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է առաջացել ձեռնարկության տարածքում, որտեղ բռնկվել են վառելիքի պահեստարանները։ Միացյալ Նահանգների Սենատն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ եւ երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքներով փաստաթղթին կողմ է արտահայտվել 86 սենատոր, 11-ը դեմ են հանդես եկել։ Այժմ օրինագիծը կուղարկվի ներկայացուցիչների պալատի քննարկմանը, որը աշխատանքը կվերսկսի սեպտեմբերին։ Նախաձեռնությունը, որը մշակել է հանգուցյալ սենատոր Լինցի Գրեհմի մասնակցությամբ, նախատեսում է 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրների 5 խոշորագույն գնորդների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500% մաքսատուրքեր սահմանելու հնարավորություն Ռուսաստանից Միացյալ Նահանգներ մուծման համար։ Բացի դրանից, փաստաթուղթը ենթադրում է պատժամիջոցներ մի շարք ռուսական բանկերի դեմ։ Օրինագծում նախատեսված են բացառություններ այն երկրների համար, որոնց բաժին է ընկնում ռուսական գազի տարեկան արտահանման 15%-ից պակաս
10-ը, եթե նրանք կրճատեն գնումների ծավալները։ Միաժամանակ պահպանվում է Ռուսաստանից Միացյալ Նահանգներ ուղիղ ներմուծման նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ 68 տարեկանում մահացել է Արգենտինայի ազգային հավաքականի եւ Ինտեր Մայամիի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը։ Խորխե Մեսսին առողջական լուրջ խնդիրներ ուներ, իսկ 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ նրա վիճակը վատացել էր։ Հանրապետության տարածքում առաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում։ Օգոստոսի 9-ին եւ 13-ի երեկոյան ժամերին, 10-ին 12-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ 9-ից 11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Առաջիկա օրերին Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ից 11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-ից 5 աստիճանով։ Երևանում նույնպես առաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Հայ հիդրոմետրիկ կանխատեսումների համաձայն այսօր օգոստոսի 8-ին եւ օգոստոսի 9-ին մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել հարավային արևադարձային տակոթային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին ուշ երեկոյան ժամերին, օգոստոսի 10-ին եւ 11-ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ կբերի զովություն եւ խոնավություն։ Այսպիսով, օգոստոսի 9-ին ուշ երեկոյան, օգոստոսի 10-ին եւ 11-ին գիշերը եւ երեկոյան շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ եւ ցավոք կլինեն շրջաններ, որ կտեղակարգուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ից 11-ին, օգոստոսի 9-ի համեմատ կնվազի 4-ից 6 աստիճանով եւ արդեն օգոստոսի 10-ից հետո հանրապետության տաք գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովտային գոտիները, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 34-ից 35 աստիճանը եւ կլինի կլիմական նորմայի սահմաններում։